Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և սկսեմ իմ հերթական վլոգս։ Ուրեմն այսօր արդեն գարնան գեղեցիկ ծաղիկներով այսպես տեսարաններ եմ նկարահանել, Մոսկվայում արդեն ծաղիկներ են ծաղկել և դա ուղղակի հիասքանչ չէ, քանի որ այստեղ միշտ շատ ցուրտ է լինում։ Այսօր արդեն ապրիլի 22-ն է, օրը չորեքշաբթի և սկսում եմ իմ հերթական վլոգս։ Это уже в Москве, просто шик. Не поверите, как я рада. Այսօր իմ համար ոչ աշխատանքային օր է և իհարկե տնային կենցաղային գործերով եմ զբաղված լինելու և օրովս կկիսվեմ ձեզ հետ սիրելիներս, ինչպես տեսնում եք դրսից եկել ենք, մրգեր ենք գնել, բանջարեղեններ ենք գնել, իհարկե ինչպես միշտ ամեն ինչ լվանում եմ անպայման հատուկ հեղուկով, ինչպես նաև ձուն եմ լվանում և բոլոր դրսից բերված մթերքները ինչը հնարավոր է լվանալ, քանի որ այստեղ ֆորմալինով շատ ուժեղ դեղով այսպես փչում են, այդ դեղորայքով պահպանում են այստեղ մրգերը և բանջարեղենները, ամեն ինչը դրսից բերովի է, ներսինը շատ քիչ կա, միայն սեզոնայինն է, որ երբեմն չեմ լվանում, իսկ այն ինչ որ դրսից բերովի է, բոլորը լվանում եմ, որովհետև ահավոր շատ զզվելի է, թե ֆորմալինի քանակը և այդ քիմիական մնացած այլ նյութերի զգացվում է շերտը, թե այն մոմը, որ քսում են խնձորների վրա, մի խոսքով ինչով որ պահպանվում են շատ տհաճ է, այդ ամեն ինչը մինչև չենք լվանում, չենք կարողանում ուտել, հետո մրգից մի տեսակ տարօրինակ հոտ է գալիս ընդհանուր, այսպես համատարած։ Չգիտեմ ուրիշ տեղեր ոնց է, բայց Ռուսաստանում համենայն դեպս Մոսկվայում սուպերմարկետներից և նույնիսկ երբեմն շուկայից գնված մրգերը այդպիսին են։ Լվանամ մրգերը, անցնենք գործերի, այսօր որոշել եմ մի քիչ համեղություններ պատրաստել, քանի որ տանն եմ, քանի տանն եմ, մի քանի լավ ավել բաներ կպատրաստեմ այսպես և իհարկե օրովս կկիսվեմ ձեզ հետ, ինչ ասեմ շարունակենք, գրեք տեսնեմ դուք ինչ կարծիք ունեք ընդհանրապես իմ վլոգների մասին և ինչն է ձեզ հետաքրքրում, ինչ է ձեզ հետաքրքիր ու որտեղ եմ թերացել, եթե ձեզ հետաքրքիր չէ, իհարկե ստիպողաբար ոչինչ չկա սիրելիներս, կարող եք չդիտել, բայց մի անգամ եւս շնորհակալ եմ բոլոր այն ջերմ խոսքերի, բոլոր այն գեղեցիկ մեկնաբանությունների և բոլոր այն լայքած մարդկանց, որոնք լայքել են իմ տեսանյութերը ու դիտել են նաև մինչև վերջ դիտված տեսանյութերը, հազար անգամ շնորհակալություն եմ ասում, որովհետև առանց ձեր դիտումների չեն լինի իմ ալիքում ոչ մի կարգի հաջողություններ և իհարկե ես չեմ նկարահանի ոչինչ, որովհետև տրամադրվածություն չի լինի, բայց ես անդադ ցանկություն ունեմ ձեզ հետ կիսվելու։ Սիրուն բիսկվիթ հաստացվել, ռուլետիկ անենք։ Հատուկ նկարում եմ, որ հետո հարցեր տվողները չասեն, բա բիսկվիթդ կերակ, բա բիսկվիթը տեղավ, ես եմ թխել իմ դուխովկի մեջ, խմոր սարքել ցույց չտվեցի, բայց հեսա կհանեմ, կփաթաթեմ, արդեն որ երրորդ անգամն է, անվստահորեն հարցեր են տալիս, որը իմ դուրս չի գալիս։ Շարունակեմ վլոգս մի խոսքով ռուլետ ենք փաթաթելու, տանը մի քիչ ուրեմն ծիրանի ջեմ ունեմ հայկական և իհարկե այնտեղ անանասները տեսնում եք, արդեն կտրտել եմ անանասը, պատրաստ է, որոշեցի ինչ-որ մի հետաքրքիր բան մտածել, թե ինչ չանեմ, մի խոսքով որոշեցի, որ ծիրանի ջեմով ու անանասով պետք է պատրաստեմ ու այսպես ընթացքը ձեզ ցույց եմ տալիս, չնայած որ արդեն տեղադրել եմ վերջնական արդյունքը տեսել եք, բայց վլոգից ոնց որ ասած հատված էր վերցված ու նախորոք տեղադրեցի, ուղղակի շորտ վիդեո էի ուզում գեղեցիկ նկարահանել, քանի որ պատրաստեր ձեզ հետ կիսվեցի, բիսկվիթը շատ իդեալական թխել է, շատ ընտիր է ստացվել, ասում եմ իմ դուխովկան ունի կապրիզներ, մեկ կտեսնես շատ լավ ամեն ինչը սարքում է, մեկ կտեսնես իրան էլեկտրականությունը ճտում է ու փոխվում է, չգիտենք ինչից է այդպես լինում ու շատ ուժեղ արդեն ուժեղանում է ինքը իրեն կողմից ու մեջը ինչ թխում ենք վառվում է, կարելի ասել շատ ուժեղ կարմրացնում է, այնքան արագ է այդ ամեն ինչ ստացվում, որ չեմ հասցնում հետևել այնպես, որ կարողանամ շուտ հանեմ բիսկվիթը մեջից, այս անգամ ամեն ինչ լավ ստացվեց, դուխովկես իրեն կապրիզները մի կողմ էր դրել, մի խոսքով և իհարկե տեսնում եք արդեն պոկում եմ թուղթը, շատ գեղեցիկ լավ բիսկվիթ է ստացվել համաչափ բարձրացված, իհարկե ինչպես միշտ խոնավ սրբիչով փաթաթում ենք,
Անմիջապես տակ-տակ վիճակում այսպես փաթաթում եմ եւ թողնում եմ մի քիչ հովանա։ Ինչու ենք փաթաթում խոնավ սրբիչով եւ տաք վիճակում, որովհետեւ խոնավությունը եւ այդ տաք գոլորշին բոլորը միասին, ինչպես ասում են, նպաստում են այն պահին, որ ռուլետը ինքը այսպես փաթաթվի, ռուլետի տեսք ստանա մի խոսքով ու այդպես պահպանի իրեն տեսքը, այսինքն այդ վիճակով կհովանա եւ խմորը նախ չի ճաքի, քանի որ սրբիչը արդեն խոնավ է ու երբ որ արդեն կսում ենք միջուկը եւ այնինչ որ ներսում պետք է լինի, կրեմ կլինի, թե ջեմ կլինի, թե կուզեք մուրաբա կլինի, այնքան տարբեր են սարքում միջուկները, միլիարդ ձևով կարելի է մտածել, ոչ մեկը ստանդարտ չի որոշել դրա համար, ում ինչ դուր է գալիս ու ինչպիսի միջուկ ուզում եք կարող եք պատրաստել։ Մի խոսքով միջուկը քսելուց հետո կարող է դեֆորմացվել, հա, իսկ եթե այդպես այդ ձևով եք դուք հովացրել այդ բիսկվիթը, իհարկե որ արդեն ինքը պահպանվում է եւ պահպանում է իր ճկունությունը եւ ճկուն տեսքը, հա, արդեն փաթաթվում է հեշտ։ Մի խոսքով ծիրանից ջեմը մի քիչ էր, մի շերտով քսեցի, հետո քանի որ տանը ունեի դեղցի մուրաբա ունեի իրեն հատիկներով, այդ դեղցի մուրաբան էլ այսպես բլենդերով անցկացրեցի, բլենդերով որ անցկացնում, սենց թանձրանում է, հա, թանձրույթի նման է դառնում հատիկները մուրաբայի ջրի հետ։ Մի խոսքով մի քիչ էլ դրանից ավելացրեցի, շատ ընտիր արտակարգ համեր ստացվել, ծիրանը, դեղցը, երկուսն էլ հայկական եւ իհարկե անանասը, ցավոք սրտի անանասը հայկական չէր, բայց ամեն դեպքում շատ համեղ էր ու համադրությունը քաղցրի ու թթվաշի շատ իդեալական էր, շատ համով։ Այսպես ընտիր դեռ երբեք չէր ստացվել, որ հատուկ պլանավորած ուզեի թխեի նկարահանելու համար, կարողա չստացվեր, բայց այս անգամ այսպես ստացվեց, ասում եմ, էլի դուխովկա սիրեն կապրիզներով։ Շարունակեմ, դուք կտեսնեք, հեսա խնդրեմ, արդեն ցուցադրում եմ եւ իհարկե ուզում եմ ասել, որ պետք չէ ամեն անգամ կասկածել, թխեցի, չթխեցի, խմորը ես սարքեցի, թե հարևանները սարքեցին, արդեն մի քանի անգամ նման հարցեր ես լսել եմ, նկատել եմ, թե անձնականով, թե այստեղ YouTube-ում, կասկածելու կարիք չկա, ժողովուրդ ջան, ես խաբելու ոչինչ չունեմ, սուտ խոսալու առավել եւս։ Պատրաստում եմ այն, ինչ որ ցույց եմ տալիս այն, ինչ որ ես եմ պատրաստել եւ առհասարակ նկարահանումներս բոլորը հատկապես շորտ վիդեոներ կլինեն, երկու ալիքում էլ իմ անձնական նկարահանումներն են։ Երբեք ուրիշի վիդեոներով չեմ կիսվել, երբեք սերիալներով չեմ կիսվել, թեկուզ եւ ինչ որ հետաքրքիր նյութերով ես ոչ մի բան պրոտիվ չունեմ, դեմ չեմ, բոլորն էլ թող կիսվեն ով ինչով ուզում են, բայց ես իմ վլոգը վարում եմ եւ դա իմ անձնական օրենքն է իմ էջում, հա, իմ համար, որ պետք է լինեն միայն օրիգինալ եւ իմ կողմից նկարահանված տեսանյութեր։ Եթե հանկարծ ինչ որ մեկը իմ համար տեսանյութ է ուղարկում, գեղեցիկ տեսարան կլինի կամ ինչ որ մի բան, ես անպայման նշում եմ, որ տեսանյութը ուղարկված է Հայաստանից, այս մեկի կողմից, այն մեկի կողմից։ Ես միայն իմ անձնական տեսանյութերն եմ տեղադրում, այնպես որ պետք չէ ոչ մի բանի մեջ կասկածել, ինչ որ հեգնական հարցեր տալ, ինչ որ կասկածանքներ ունենալ, եթե կարծում եք ես դա չեմ նկատում, սխալվում եք, որովհետև ամբողջովին ամբողջը նկատվում է։ Սա ասում եմ միջանկյալ, ներող կլինեք իհարկե, հատկապես այն մարդիկ, ովքեր այդպես չեն արել, բայց ստիպված են լսել այս խոսքերը, ուղղակի ասում եմ, որ իմանաք, որ ես դրանք լրիվ հասկանում եմ եւ պատկերացնում եմ ձեր տված հարցի խորիմաստությունը, թե որտեղ է այդ իմաստը։ Ներեք ինձ, որ ես հասկանում եմ այդ ամեն ինչը։ Համենայն դեպս շարունակում եմ տեսանյութս եւ ուզում եմ, որ գեղեցիկ ու բարի տրամադրությամբ լցված լինենք, մեկս մյուսի նկատմամբ երբեք չարիքով չլցվենք, հա, կամ էլ հեգնանքով չլցվենք։ Ես դեռ ոչ մեկիդ չեմ հեգնել, եթե մի քիչ ժպտագին եմ խոսում, դա չի նշանակում, որ ես հեգնանքով եմ խոսում, ուղղակի չեմ ուզում ոչ ուղիղ եթերներում, ոչ այստեղ, ոչ միտեղ չեմ ուզում, որ անընդհատ կասկածանքներով լինեք իմ հանդեպ կամ էլ թե չէ, չգիտեմ, ինչ որ լարված պահեր ստեղծվեն, հա, կարիք չկա։ Ես իմ խոհանոցում, իմ տանը, իմ ձեռքով, ահա խնդրեմ, անանասը կտրտում եմ, իմ ձեռքով պատրաստում եմ եւ առանց հետին մտքերի, առանց որևիցե սխալ մտածելակերպի ամեն ինչ տեղադրում եմ իմ ձեռքով, իմ անձնական նկարած, նկարահանված նյութերը։ Ուրիշինը երբեք չեմ վերցնում։
Ինչպես տեսնում եք, ամեն ինչ շատ իդեալական է ստացվել եւ բաղադրատոմսը թողել եմ կարճ շորտ վիդեոյի ներքևում, իսկ հիմա շարունակեմ վլոգս եւ օրս սիրելիներս։ Այսօր տրամադրվածությունս ուբորկային է, սա թողնենք երեկոյան տնեցի կհավաքվեն կհամտեսենք։ Դիվանը քաշել եմ թե տակը մաքրեմ, հա տեսեք ինչ եմ գտել, 1, 2, 3, մեծացնեմ տենականի հատա 4, 5, մի հատ դեղին էլ կար, կլորվեց, այս մյուս դիվանի տակ ընկավ 6 Ով ունի նման հնարավորություն, եթե ոչ մեր կատուն։ Հələ նայեք ոնց է պատի ջուրը նորից դեղինը դուս տակից ժան գնա դուս գցում, ավելի ճիշտ երթած չի եղել։ Տեսեք ներկել եմ, բայց ներկաստեղը ոնց է դեղնել նորից ժան գա եղել տակից։ Էն էլ սեղանն է քրքրե այնքան տեղը։ Այս մեծ տները մի հատ պոլնի լավ ակուրատնի ռեմոնտ անելու է։ Այս հենց ալանց արեցինք ստից մտից։ Ուբորկի եմ ժողովուրդ ջան, շունչս կտրվում արդեն դիվանները քաշեցի։ Մաքրեցի տակերը, տեղը դնեմ, հետ քաշեմ, սենց որ երևա։ Թե քանի հատ գնդակ եմ գտել 1, 2, 3, 4 Ֆիսոյի գնդակներն է։ Արարա։ Вот твои мячики։ 2 հատ էլ կա, 6 հատ գնդակ։ Սկի եմ որ ասում այս քյոր փավախտыз ես չեմ այդքան գնդակ ունեցել խաղանեմ գրժ մեկը։ Կբրթեմ տեղը դնեմ, շունչս կտրվեց։ Քաշել եմ դիվանները, դեսը պիլասոս արեցի տակերը, շունչս կտրվավ, այնքան ծանր է այս դիվանը, չգիտես էլ մեջին, այն 2 հատանոց, ստեղանոց է, այնքան չի ծանր, ինչքան այս մի հատը, մեջքս կոտրվում է, որ ասма չգիտեմ էլ, մեջին, ինչեր կա, էլ ասախը չգիտես, տանն ինչքան գիրք ու տետր կա, նկարչություն կա, ալբոմ կա, սաղ ստեղ է, այնքան շատ բաներ կա, մեծ հիշողություններ, 21 տարվա կյանք կա ստեղ պահված ժողովուրդի, թե ոչ ավել։ Դե ինչ մի քիչ թեթև մաքրությունից հետո անցանք խոհանոց, հիմա երեկոյան ընթրիք եմ պատրաստում, որոշել եմ այսպես կոլոլակներով սուպ պատրաստեմ, կոլոլակները արդեն պատրաստ են, կարտոֆիլը մաքրված է, սոխը ինչպես տեսնում եք ամբողջական եմ տապակել եւ իհարկե հանելու եմ մեջից, դրա համար եմ այդպես արել, քանի որ երեխաները ընդհանրապես չեն ուտում, չգիտեմ, ամուսինս էլ այս վերջերս սկսել քրքրել ճաշը, չնայած միշտ էլ կերել է սիրում, սոխի տեսակներ կա, որ չեն ուտում։ Մի խոսքով, ես ուտում եմ, բայց դե սենց որ տենում եմ, ես էլ չեմ ուտում։ Այսպես շարունակենք, համեղ ճաշ է ստացվելու, ինձ թվում է, թե դիտեք վլոգս դեռ առջևում շատ ավելի հետաքրքիր նյութեր եմ պատրաստել։ Հիմա գործերով դուրս եմ եկել, բայց Մակդոնալդսում մի բաժակ սուրճ խմեմ, տեսեք ինչ բաժակի ինձ բաժին ասել, վրան գրված է Սանկտ Պետերբուրգ։ Շուտով երևի մի օր Սանկտ Պետերբուրգ կգնանք նորից։ Հին վլոգներս նայում եմ, շատ մեծ կարոտով հիշում եմ։ Ոյ, ուտեմ սիրուն մարոտիտ, ոյ, ուտեմ սիրուն մարոտիտ։ Սա կուստահան ենք ստեղից։ Ես հանում տեսեք ով մտավ։ Ինչ կա չկա, սա խանեցինք։ Շկաֆում մնաց պիսիկը։ Եվ այսօր ես շկաֆի այս բոլոր արգղերիդ մի մասը դատարկա, որտեղ բոլոր շորերը մյուս սենյակում են։ Փռած, հավաքած, արդուկելու, նայեք ամբողջ շկաֆները դուրս եմ տվել, լցրել եմ բոլորը ստեղ, սաղ շատ շուտվանից այսպես թափ, հիմա պետք է ամբողջը ծալել, դասավորել այս արգղերի մեջ, նորից տեղավորել այնտեղ, շատ-շատերը թափելու հագուստավորել, պետք չի որ հագնենք, հանել թափել, տենց, եկ ոնց է սիրուն դասավորվել, ամենալավը դու ես, քեզ էլ լողացնեմ արա։ Օրվա վերջում ընդամենը 1 հատիկ զապիս ունեմ, դուրս եմ եկել գրամ աշխատանքի, աշխատանքս ավարտեմ կամ տուն ու շարունակեմ գործերս։